Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, այսօր ուրբաթ է, ավարտեցինք եւս մեկ աշխատանքային շաբաթ, շատ պրոդուկտիվ եւ շատ լավ աշխատանքային շաբաթ էր, մոտավորապես 2 ժամ առաջ ավարտել ենք մեր թիմի հետ աշխատանքը մեր ալիքում, հիմա ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր շաբաթվա արդյունքներով, որից հետո կանցկացնենք աշխատանքային սեանս միասին, դետալորեն այսօր ցանկանում եմ աշխատենք եւ վերլուծենք իմ հեղինակային ստրատեգիան քեչինգը, ուրեմն սկսենք, սա արդեն այս շաբաթվա երկուշաբթի օրվա աշխատանքի արդյունքներն են, բացում ենք գործարքներ, տալիս եմ այստեղ գործարք բացելու նախ արժութային զույգը գործարք բացելու ուղղությունը եւ տևողությունը, բացում ենք գործարքներ, վերցնում ենք մեր պլյուսը եւ ամեն սեանսի վերջում տալիս եմ այն սիտուացիան, որտեղ որ աշխատում ենք եւ բացում ենք գործարքներ, տալիս եմ արդեն դրանց բացատրությունը։ Սա երկուշաբթի օրն է, որից հետո հաջորդում է բնականաբար երեքշաբթի օրը, կրկին արժութային զույգ, ուղղություն, տևողություն, արդյունքը տեսնում եք այստեղ բացում ենք կրկին գործարքներ, վերցնում ենք մեր պլյուսները, կրկին տալիս եմ բացատրությունը սիտուացիայի եւ ընդհանուր ինչ ստատիստիկա ունենք, ինչ արդյունք ունենք։ Եվ High Trading Lessons Telegram-յան ալիքը կցանկանամ նաև ցույց տա, սա էլ մեր արդեն ընկերներ ջան, լեկցիաների ալիքն է, կիսկում եմ էքսկլյուզիվ ինֆորմացիայով, իմ դիտելիքներով, որոնց միջոցով ես սկսեցի այստեղ աշխատել։ Այսպես, ընկերներ ջան, եկեք հիմա անցնենք աշխատանքի, ինչ են ցանկանում անենք այսօր միասին, ընտրենք շատ լավ սիտուացիա, շատ լավ երևացող trend, ակտիվ հոսք դեպի վերև կամ ներքև, էական չէ, միասին բացենք գործարքներ, որքան հնարավոր է շատ, եւ փորձեմ հնարավորինս շատ ինֆորմացիա տալ, վերլուծել, միասին խոսենք դրա մասին։ Ուրեմն, եկեք հիմա արժութային զույգը ընտրենք, կցանկանամ ոչ օտես արժութային զույգերը սկզբից նայենք, տեսնենք որտեղ ինչ սիտուացիա կա։ Մեզ անհրաժեշտ է ակտիվ արկ կամ ակտիվ վաճառք, որը որ կլինի, տենց էապես տարբերություն չկա։ Այնքան որ լինի լավ սիտուացիա, որտեղ որ կարողանանք բացել բավականին գործարքներ։ Ուրեմն ընկերներ ջան, տեսեք, արժութային զույգ եվրո դոլար օտես եղել է դեպի վեր շարժ, աշխատանքային միջանցք ունենք այստեղ, որից հետո ակտիվ դեպի ներքև շարժը սկսվել։ Ուրեմն, ընկերներ ջան, այն թրեյդերները կամ այն բանկերը, կազմակերպությունները, որոնք այս շարժման ընթացքում աշխատել են, գնել են կամ վաճառել են, կոնկրետ այս պահից սկսած շուկա է մտել կամ խոշոր թրեյդեր կամ ինչ-որ բանկեր, որոնք որ սկսել են ակտիվ վաճառել։ Այդ ակտիվ վաճառելու արդյունքում ստեղծվել է նմանատիպ ակտիվ հոսանք։ Մեր քեչինգի հիմնական գաղափարը ու մեր վարքը շուկայում պետք է լինի հետևյալ կերպ։ Մենք նման ակտիվ հոսանքի ժամանակ ոչ թե շարժվում ենք այդ գերկշռող ուժին ընդառաջ ոչ թե նրանց ընդդեմ, այլ նրանց հետ միասին։ Մենք վերլուծում ենք, տեսնում ենք, կա ակտիվ վաճառք դեպի ներքև, օրինակ, տվյալ դեպքում դեպի ներքև։
Մենք ոչ թե պետք է ընդդիմանանք այդ թրեյդերներին կամ այս հոսքին, այլ պետք է նրանց հետ համաձայնության գանք ու շարժվենք նրանց հետ մեկ ուղղությամբ։ Քանի որ նրանք որպես շուկայի խոշոր թրեյդերներ ստեղծել են նման ակտիվ հոսանք, իսկ մենք համեմատաբար, ոչ թե համեմատաբար, այլ փաստացիորեն փոքր թրեյդերներ լինելով մեր թե բյուջետով թե առհասարակես շուկայում ինչ-որ ուղղություն փոխելու հնարավորությունով, մենք այդ հնարավորությունը չունենք։ Մենք պետք է, այսպես ասած, կպնենք իրանց, նստենք նույն գնացքի մեջ, կոպիտ ասած, ու շարժվենք նրանց հետ նույն ուղղությամբ։ Այսքանը հուսով եմ պարզ է քեչինգի առաջին քայլի մասին, առաջին ճիշտ միտքը հասկանալու մասին։ Հաջորդիվ այս վերլուծությունը հասկանալուց հետո մեզ պետք է հասկանանք, որ կետից է մեզ անհրաժեշտ, այսինքն որ կետից պետք է բացենք գործարքը։ Չենք կարող մենք ուղղակի sense նայել ու պատահական կետերից սկսենք գործարքներ բացել։ Դրա համար օգտվում ենք տեխնիկական անալիզի գիտելիքներից ու սկզբունքներից։ Անցնում եմ ամենափոքր time frame-ը այստեղ 5 վայրկյան, որպեսզի տեսնեմ գնի շարժման դինամիկը, գնի շարժումը ավելի դինամիկորեն, ցանկացած տատանում, ցանկացած շարժ, որպեսզի տեսնեմ ինչ ձեռագրով է շարժվում գրաֆիկը, քանի որ այն թրեյդերները, որոնք որ ստեղծել են նմանատիպ ակտիվ հոսանք, եթե վերլուծենք, նայենք նրանց ձեռագիրը կրկնվում է անընդհատ։ Կարող ենք որոշակի հետազոտություն անցկացնել վերջին 1-1.5 ժամերի ընթացքում այս ինչպիսի կարեկցիաներ, ինչպիսի ընթացք եւ ինչպիսի հետագա ակտիվ վաճառք է տեղի ունենում, որից հետո բացենք գործարքը։ Լավ, հիմա խոսեմ գործարք բացելու ակտուալ կետերի մասին, որոնց մասին եղել է տեսահոլովակ, բայց հիմնական ինչ տեխնիկական անալիզի գիտելիքից, տրեյդինգի ինչ ֆունդամենտալ գիտելիքից եւ ինչ բազային գիտելիքից եմ ես օգտվում, երբ բացում եմ գործարք։ Ընկերներ ջան, դա հիմնված է, ինչպես ասեցի, օդից վերցված չի, տրամաբանորեն ապացուցված գիտելիք է, որ ցանկացած մոմի վերջից դրվում է հաջորդ մոմի ֆունդամենտը։ Հաջորդ մոմը որ կողմա շարժվելու կարող ենք մենք դիտարկել եւ վերլուծել հաջորդ մոմի վերջին վայրկյանները տվյալ time frame-ում վայրկյաններն են։ Ուսումնասիրելով, եթե մենք օգտագործենք օրինակ նույն քեչինգը ավելի մեծ ֆրեյմներուն, բնականաբար անալիզը աշխատում է, օրինակ ցանկանում ենք բացել գործարք 5 րոպե, մեր աշխատանքային time frame-ը բնականաբար լինելու է 5 րոպե, իսկ ավելի փոքր time frame-ը, որի ընթացքում ես նայելու եմ վերջին վայրկյանների շարժը, դա լինելու է 15 վայրկյանանոց time frame-ը։ Եվ արդեն նայելով վերջին 1 րոպեի ընթացքում, 5 րոպեանոց մոմի վերջում, ինչպես է տեղի ունենում այդ շարժը։ 2+ այստեղ վերցրել եմ, ինչու չեմ բացում տվյալ կետից երրորդ գործարքը, ընկերներ ջան, քանի որ այստեղ վերջին վայրկյաններին ակտիվ վաճառք ճնշում կար դեպի ներքև, բնականաբար այդ ճնշումը կար, սակայն ակնհայտորեն դեպի ներքև շարժ ես չտեսա, ես տեսել եմ ուղղակի ճնշում։ Ճնշումը նկատելուց հետո, եթե 25, 30, 35, այսինքն հաջորդ մոմի կեսից ես նկատեմ ակտիվ վաճառք տվյալ դեպքում, ես այստեղից կբացեի գործարք, դե 25, 30, 35-ը այս մոմերն են, կրկին ճնշում նկատում եմ, սակայն ակտիվ վաճառք չեմ նկատում։ Հիմա եկեք նայենք այստեղ, այս մոմը, որը որ փակվեց։ Ուրեմն վերջին վայրկյաններից միայն 50-րդ վայրկյանի մոմներ, որ ակտիվ վաճառք ցույց տվեց, սակայն դեպի վեր շարժը ավելի գերկշռող էր, ավելի ուժեղ էր, դրա համար ես չբացեցի։ Սակայն բացում եմ այստեղից գործարք։ Հիմա տեսեք, այս մոմի
կեսից գումարած դրան այս մոմի վերջին վայրկյաններից, այս մոմի կեսից եւ նախորդ մոմի վերջին վայրկյաններից 2 տեղ ճնշում եմ նկատում, 3 տեղ ներեցեք ճնշում եմ նկատում եւ այստեղ գտնվող մոմի, այս մոմի վերջին կներեք, այս մոմի մեջտեղին 25-30 վայրկյաններին նկատում եմ արդեն ակտիվ վաճառք։ Դրա համար այստեղից վստահորեն բացում եմ գործարք։ Ամեն ինչը ճիշտ ենք արել, ամեն ինչը ճիշտ ենք վերլուծել, մնացածը տեսնում ենք ինչպիսի ընթացք է ստանում արդեն մեր գործարքը։ Տեսնում ենք այնուամենայնիվ ընկերներ ջան, մեր անալիզը ճիշտ էր, բնականաբար մեր անալիզը ընկերներ ջան, այստեղ ճիշտ է։ Մենք ամեն ինչը ճիշտ էինք արել, ճիշտ վերլուծել ենք, վերջին վայրկյանին տեղի ունեցավ գեփ, ուղղակի վերջին վայրկյանին եւ 1 պունկտ տարբերությամբ կամ 2 պունկտ տարբերությամբ տեսած ինքներդ գործարքը պլյուս չմտավ, սակայն անալիզը ճիշտ էր, գինը այդքան էլ վերև չգնաց մեր բացված կետից, անալիզը ճիշտ էր, ամեն ինչն է ճիշտ էր, սա շուկա է, սա թրեյդինգը, հնարավոր են այստեղ այդպիսի բաներ, մի քանի վայրկյան տարբերությամբ կարող են երկարաձգվի որոշ գործողություններ տեղի ունենան, գնորդների եւ վաճառողների միջև այսպես պայքարը մի քանի վայրկյանով շարունակվի, դրա համար գոյություն ունեն դագոնները։ Մենք բացում ենք հաջորդ գործարքը դագոնի տեսքով, որբիսի ետ բերենք մեր նախորդ մինուսը եւ դուրս գանք պլյուս այնքան որքան որ պետքա դուրս գայինք նախորդ գործարքից, այսինքն այն գործարքից, որը որ փակվեց մինուս։ Այդպիսով մեր պոզիցիաները փակում են պլյուս, անկախ նրանից, որ հիմա $1,500 մինուս էր եւ բացենք $1,000, $1,000-ի պլյուս լինելու դեպքում մենք արդեն մեկ պոզիցիա եւս վերցրեցինք։ Կրկին տեսնում ենք, ընկերներ ջան, շատ գինը մեր բացված կետից, որ ասեմ այլպես շատ է բարձրանում կամ դեպի մեր կողմ չի շարժվում, նման բան չկա։ Այստեղ ես ակնհայտորեն վերլուծել եմ, հասկանում եմ անընդհատ կուտակում է վերջին վայրկյան 30 վայրկյան լինում այդ ճնշումները ու այդ ակտիվ վաճառքները։ Միակ ակնկալվող բանը այստեղ ակտիվ դեպի ներքև գինը պետքա շարժվի, ուղղակի sense դեպի ներքև ակտիվ գնա ու ռվիները պրաբոյ լինի, աշկերտից բացեցի ոչ այդքան ցանկալի երկրորդ դագոնը, սակայն ինչպես տեսնում եք, ճիշտ վերլուծելով, ճիշտ ամեն ինչը անալիզ անելով, երրորդ դագոնը, ներողություն, երկրորդ դագոնը այսպես հիանալի առանց որևիցե այլևայլության պլյուսան մտնում։ Ինչից է գալիս դա, ընկերներ ջան, դա գալիս է բնականաբար ճիշտ անալիզից, այսինքն ոչ թե մենք ուղղակի բացում ենք գործարքներ առանց հասկանալու, առանց վերլուծելու, այլ մենք ունենք հստակ անալիզ, որը որ կարող է այո երբեմն տա մինուսավոր գործարքներ, բայց դրանց կա դրամաբանական վաճառ, այսինքն այստեղ ակնհայտ կա վաճառք, բայց գնում են դեռ պայքարը գնում գնորդների եւ վաճառողների միջեւ, սակայն այդ պայքարը ակնհայտորեն երևում է գումարած նրան, որ ունենք դեպի ներքև ակտիվ հոսք, երևում է որ վաղ թե ուշ ավարտվելու է վաճառողների հաղթանակով։ Հասանք այո երկրորդ դագոնին, բայց ոչ մի վտանգավոր բան երկրորդ դագոնի մեջ չկա։ Տեսակ ինչպիսի է, հստակ վստահ պլյուս վերցրեցինք։ Դա այն դեպքում երբ ունես հստակ գիտելիքների պաշար։ Այստեղից բացում եմ գործարք, անկեղծ ասած գործարք բացել ես փոքրինչ ուշացրեցի, քանի որ այստեղ 25-30 վայրկյանների ընթացքում 20-ից 30 վայրկյանների ընթացքում արդեն նկատելի էր ակտիվ ճնշումը դեպի ներքև ակտիվ վաճառքը կար, գումարած դրան նախորդ սիտուացիայում կար ակտիվ վաճառք, այստեղի զրոյական ուռովենը ամենայն հավանականությամբ հիմա կլինի պրաբոյ։ Պրաբոյը եւս ցանկալի, եւս լավ սիտուացիաներ է տալիս, երբեմն տալիս է շատ մեծ պրոֆիտ ու շատ մեծ լավ ընտի ստատիստիկա, բայց երբեմն էլ անհրաժեշտ է լինում բացել դագոններ։
Շնորհակալ եմ բոլորից տնկերներ ջան, որ դիտեցիք վիդեոն ինչև վերջ, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները, հաջողություն։